կարող եք պտտվել ձեր հագուստը ցույց տալ քաղաքացիների, Boss ֆիրմայից հագուստ եք հագել։ Ինձ հետաքրքիր է դուք եթե չլինեիք նախարար իշխանական, ով 6-ից 7, 7-ից 8, 8-ից 9 միլիոն պարգևավճար է ստացել, կկարողանայիք ձեզ հաջողություն։ Ես 7-8-9 միլիոն պարգևավճար չեմ ստացել, ձեր նշած հագուստը մոտավորապես տատանվում է 80,000 դրամի սահմաններում, 100,000 դրամի սահմաններում, սա, ինչպես դուք եք ուզում ներկայացնել, լյուքս բրենդի հագուստ չի, եւ այո, Boss ֆիրման լյուքս բրենդի հագուստ չի, եւ այո, ես կարող եմ թույլ տալ։ Վստահաբար ես ինձ նախկինում եմ թույլ տվել, նայած նախկին ասելով ինչ նկատում եք։ Ես օրինակ անգործ վիճակից չեմ հայտնվել կառավարությունում, աշխատել եմ մինչև էլ բանկային համակարգում եւ հիմա առաջ օրը չի որ աշխատում կառավարությունում եւ առաջ օրը չի որ աշխատավարձ եմ ստանում, իսկ ես 7-8-9 միլիոն դրամ պարգևավճար չեմ ստացել եւ չեմ ստանում։ Դե թույլ տվեք չասեմ ինչ։ Նախարարները այդքան պարգևավճար Շատ լավ, սպասեք, ես 7-8-9 միլիոն դրամ պարգևավճար չեմ ստացել, կհայտարարագիր է կհրապարակվի, կտեսնեք իմ վարձատրությունը ինչ կան։ Միջին քաղաքացին կարող է իրեն թույլ տալ 80-ից 100,000 դրամանոց Հայաստանի Հանրապետությունում տասնյակ հազարավոր քաղաքացիներ կան, հազարավոր քաղաքացիներ կան, ներառյալ նաև հազարավոր լրագրողներ, ովքեր այս բրենդի կամ ավելի թանկարժեք բրենդի հագուստ են կրում, այս բրենդը հարգելի գործընկերներ կան։ Պետական պաշտոնյայի աշխատավարձը Հայաստանում թույլ է տալիս 80,000 դրամանոց օրինակ վերնա հագուստ գնել եւ հագնել։ Պարոն Խուդակյան, բայց ի՞նչն է խնդիրը, որ դուք եւ մյուս նախարարները եւս պարգևավճարների թիվը չեք հանրայնացնում եւ հղում եք անում Այնքան հրապարակային ամբողջությամբ երևում է, իմիջիալոց երևում է ոչ միայն նախարարների, այլև նախարարների ընտանիքի անդամների վարձատրության չափը, ով որտեղ է աշխատում եւ Հայաստանի Հանրապետությունում այնքան թափանցիկ իրավիճակ ինչքան կա պետական պաշտոնյաների մասով, երբևէ չի եղել, այ օրինակ լրագրողների վարձատրության չափը չգիտենք, հարց եք տվել, թույլ տվեք պատասխանեմ։ Չգիտենք լրագրողներից ով ինչքան է ստանում, առավել եւս որ պետության բյուջեից չեն ստանում, կան խորը կասկածներ ունենք, որ Հիմա դուք ասուլիս եք տալիս։ Պետական պաշտոնյա։ Իմ հայտարարագիրը հասանելի է։ Քաղաքական Եթե հիմա որոշել եք իմ տեղը հարցերին պատասխանեք, ես հետ կքաշվեմ։ Շատ իզոլատիվ, ես չեմ ցանկանում ձեր տեղը։ Դե շատ լավ հարց եք տվել, ուրեմն թույլ տվեք ավարտեմ։ Օրինակ ինձ համար շատ հետաքրքիր լրագրող բազմաթիվ գործընկերներ օրինակ որտեղից են աշխատավարձ ստանում, ինչքան են կանխիկով ստանում, ինչքան են ընտրություններին ընդառաջ ստանում, ինչքան են ընտրությունից ընտրություն ստանում։ Ձեր գործը չի։ Պարոն Խուդակյան, շատ ծուր կարծիք դրեք, եթե ձեր CVK-ում նման կերպ են աշխատավարձերը, քաղաքացիական պայմանագրում եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունում աշխատավարձները բաշխվում են թափանցիկ, մենք դրա համար հայտարարագիր ենք լրացնում, նախորդ տարվա հայտարարագիրը կարող եք տեսնել, այս տարվա հայտարարագիրը ընդամենը 1-2 ամիս հետո կարող եք տեսնել ինչու եք ընտրում։ 7 միլիոն պարգևավճար եք ստանում։ Այլ հարցեր կան։ Այդ հարցին չեք պատասխանում, հասկանում եք։ Չէ, ես այդ հարցին պատասխանեցի։ Չէ, քաղաքացիների կրքերը բորբոքելու անհրաժեշտություն եւ կարիք եւ պատճառ չկա, կարծում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար մեր ունեցած ֆինանսական կարգավիճակը եւ այդ թվում նաեւ մեր ընտանիքի անդամների ունեցած ֆինանսական եկամուտները առավել քան թափանցիկ են Հայաստանի Հանրապետությունում բացի պետական պաշտոնյաներից կարծում եմ այլ մարդիկ չկան ում ֆինանսական հոսքերը նույնքան թափանցիկ են ինչքան օրինակ իմ եւ իմ կառավարության անդամ գործընկերների շատ լավ մենք պարտավոր ենք թափանցիկ լինել եւ մենք թափանցիկ ենք չենք ուզում լրագրողների հետ կապված մեր հարցերը որոշ լրագրողների հետ կապված այնուամենայնիվ բաց են որովհետեւ որոշ լրագրողներ կրում են շատ ավելի թանկարժեք հագուստ ստանալով ընդամենը 2-300,000 աշխատավարձ այ օրինակ շատ լավ թափանցիկ թող լինեն թող 1 միլիոն դրամանոց հագուստ գնեն եւ 1 միլիոն դրամանոց հագուստ կրեն եւ չզարմանան օրինակ որ կառավարության անդամը կարող է 80,000 դրամանոց հագուստ գնել դա այնպեսի իրավիճակ է ստացվում երբ լրագրողները ձեր ականջին ոչ հաճելի հարց են տալիս դուք պատասխանում եք լրագրողների բոլոր հարցերը հարգելի լիա լրագրողների բոլոր հարցերը հարգելի լիա լրագրողների բոլոր հարցերը ինձ համար հաճելի են
եթե հաճելի չլինեն, ես այս հարցը զրույցը չէի տա, հաճելի են եւ ես շատ կոռեկտ եմ, շատ կոռեկտ եմ։ Ձեզ հաճելի ասում։ Պարոն, չէ, մի վարքյան մենք ելի հարցերն ենք։ Պարոն Խուդակյան, ինչպես է ստացվում, որ ձեր կողմից, մասնավորապես քաղաքացիական պայմանագրի կողմից, էթիկայի կանոնագիրք է հռչակվել, բայց այդ կանոնագիրքը ինչպես որ հռչակվել է, այնպես էլ խախտվում է։ Դուք դատապարտում եք Սարիկ Մինասյանի Facebook-ում ցուցադրած պահվածքը։ Հարգելի գործընկերներ, երբ որ կարիք է լինում, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ինստիտուտները, տվյալ դեպքում նկատի ունեն վերահսկողը Վարույթ Հարուցի, վերահսկողը անկաշկանդ Վարույթ է հարուցում են բոլոր դեպքերում, երբ որ կա առերևույթ էթիկայի կանոնագրքի խախտում, ի տարբերություն այլ քաղաքական ուժերի, մենք այդ վարույթները հարուցում ենք, այդ վարույթների մասին մամուլում պատշաճ իրազեկումներ տրվում են եւ քաղաքացիական պայմանագրի անցուդարձը թափանցիկ է առավել քան երբևէ։ Հիմա դա առերևույթ թույլ տրված։ Ես չեմ կարող ասել, վերահսկողի անդամները այսօր կարծում եմ Ամիրյան փողոցի վրա ես տեսել եմ, կարող եք իրենց մոտենալ եւ այդ հարցը տալ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության մի ինստիտուտը մյուսի աշխատանքին չի խոչընդոտում, երբ որ այդ հարցը, երբ որ հարուցվի վարույթ եւ երբ որ վարույթը գա կուսակցության կանոնադրության համապատասխան վարչություն, որի անդամ եմ ես այդ հարցին կպատասխանեմ։ Քանի չի եկել որևէ մեկը նման պահված ցուցաբերեր, պիտի ասեի գնացեք հարցրեք ԿՊ-ի վերահսկողական վարչության։ Դուք տեսել եք ընդդիմադիրների պահվածքը։ Իսկ քաղաքական գործիչ չեմ կարող եմ գնահատել։ Սարիկ Մինասյանի հետ կապված հարց լինի եւ վարույթ հարուցվի եւ գա այդ վարույթը վարչություն, վստահաբար դուք դրա մասին կիմանաք, ինչպես նախորդ բոլոր դեպքերում։ Որ պահվածք։ Հայոյախառը քաղաքացիներին արձագանքի։ Ես կարծում եմ, որ քաղաքացիներին հայոյախառը չպիտի արձագանքի ոչ մի քաղաքական գործիչ, եւ կարծում եմ, պարոն Մինասյանը սպառիչ պատասխան է տվել, ինքը ներողություն է խնդրել, եթե կուսակցության նորից եմ ասում վերահսկողը այլ միջոցառումներ ձեռնարկում, ապա երբ որ այդ հարցը գա վարչություն, ես այդ վարչության նիստի ժամանակ այդ հարցով իմ դիրքորոշումը կասեմ։ Շնորհակալություն։